Սիրելի Վաղաշապատ, սիրելի Էջմիածին, պետք է ճիշտ ասեմ, ես չէի նախատեսում խոսել, այսինքն ինձ չէին ասել, որ ես հնարավորություն կունենամ դիմելու ձեզ եւ մինչեւ վերջին պահն էլ անկեղծ ասած ինձ համար ուզում եմ իմ սերը, իմ ասելիքը կարողանամ հասցնեմ ու իմ համար կարևոր էր թե ինչ կխոսեմ եւ ինչ կասեմ եւ մի կարևոր բան հիշեցի, գիտեք, երբ ամեն գործողումից վերադառնում եմ Հայաստան, վերադառնում եմ մեր երկիր, առաջին բանը, որ ես տեսնում եմ, դա այս քաղաքի, Վաղաշապատի եւ Էջմիածնի տանիքներն են ու լույսերն են, ու ինքս ինձ ասում եմ, հասատ եմ։ Բայց ոնց չխոսեի ես հրապարակում կանգնած։ Ես գալուց ստեղ ինձ լրագրողները հարցնում, ասում էին, հա չեք վախենում, որ Գյումրիում կամ Վանաձորում, որ պարտվել եք, նույն բանը ստեղ կրկնվի։ Նախ ուզում եմ բոլորին ասեմ, ոչ Գյումրիում, ոչ Վանաձորում մենք չենք պարտվել, որովհետև թե Գյումրիում, թե Վանաձորում, թե Վաղաշապատում, թե Հայաստանի Հանրապետությունում այլևս կա ընտրության իրավունք։ Քաղաքացին յուրաքանչյուր պարագայում հաղթում է։ Եվ ստեղ ընտրություն ունենալը, ընտրություն գնալը մեր բոլորի ամենակարևոր եւ ամենաճիշտ բանն է, որովհետեւ այս ընտրությունները մենակ Վաղաշապատի մասին չեն։ 2026 թվականի ընտրությունները սկսվում են ամսի 16-ից եւ այնպես է ստացվել, որ սկսվում են Վաղաշապատից։ Սա այն նախնական ընտրություններն են, որը որ մեր ժողովուրդը դուք պետք է անեք։ Իսկ ընտրությունը պարզ է։ Ընտրություն ունենալու եւ չունենալու մասին է։ Ընտրությունը խաղաղ ապրելու եւ չապրելու մասին է։ Ընտրությունը մեր երեխաներին խաղաղություն թողնելու եւ այլ երկրի քաղաքացիներ սարքելու, փախնելու եւ մահանալու մեջ է։ Այդ ընտրությունը ցավոք սրտի մենք պետք է անենք։ Հաղթելու է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին։ Ես վերջում ուզում եմ ձեզ մի բան ասել։ Վաղաշապատում, Էջմիածնում այն մարդը, ով իր թիմը, ով որ հայրմերը չգիտի, չի կարող հաղթել։ Այն մարդը, ով որ հայրմերը չգիտի, չի կարող ձեզ ստանալ Վաղաշապատում։ Շնորհակալություն եմ հայտնում եւ ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ անկեղծ սիրով։ Ես սիրում եմ բոլոր հայ մարդկանց, որովհետեւ ես ձեզ ճանաչում եմ, Արգիշտի Մեխակյանը, իմ թիմի անդամները, ես, ձեր տղան ենք, ձեր ընտանիքի անդամներն ենք, անկախ պաշտոններից, անկախ զբաղեցրած տեղից, մենք կյանքում չենք կտրվելու ու անհավանական է, որ մենք ձեզ չլսենք ու ձեր հետ չլինենք։ Դուք ընտրելու եք ձեզ, ընտրելու եք ձեր թիմի անդամին։ Եվ ուրեմն, կիրակի օրը մենք ընտրելու ենք խաղաղությունը, մենք ընտրելու ենք մեզ, մեր ընտանիքի անդամին, մեր տղային, մենք ընտրելու ենք Մեխակյանին։ Շնորհակալություն։